Սիրելի հայրենակիցներ, նախ ասեմ, որպես դաշնակցական, որպես սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ, մենք լրիվ այլ պատկերացում ունենք հատկապես նման ռազմավարական ճյուղերի ընդհանրապես սեփականաշնորհման, ընդհանրապես կառավարման եւ կարծում ենք, համոզված ենք, որ հասարակությունը ժողովուրդը պետք է մասնակիցը դառնա այս կառավարման, բայց սա այս նախագիծը սրա մասին չի։ Այս նախագիծը կրկնում եմ գործընկերներիս ասածը, մեկ բանի մասին է, ցանկացած գործարար, ով այս իշխանությանը մի թթու խոսք ասի կամ ցանկալի խոսքը չասի, փոխվելու է օրենքները։ Դիմում եմ այն գործարարներին, բոլորդ հիշեք, ցանկացած ձեր իշխանությանը ոչ հաջող խոսքից հետո բերելու են այս օրենքը փոխել։ Սիրելի ժողովուրդ, տեսեք ինչ է կատարվել, իրականում քաղաքական հետապնդման ռեկետի նպատակով իշխանությունը չի խորշել գնա նույնիսկ հայտարարությունների, մի քանի օր առաջ էր մայրաթոռի դեմ այդ բերետավորներն ու դիմակավորները, որ գրոհում էին սելջուկների պես, նույն պահին Երևանում մոտ 40% հոսանքը գնաց, ոչ թե գնաց պատահաբար, վթար էր, այլ ուղղակի կառավարության, պետության հսկողության տակ եղած բարձրավոր էլեկտրացանցերը ռուբիլնիկը քաշեց, որ բոլորը ջղայնանակ ու ասեք, ադե ճիշտ են անում, հեծը խլում են, բայց նաև դիմում են պատգամավորներին։ Տեսեք, նախագիծը քաղաքացիական պայմանագրինն է, կառավարությունը բազմաթիվ կետերով վերապահումներ է դրել, որը ես համոզված եմ 3 ժամվա մեջ չի լրամշակվելու, արդյունքում մնալու է փաստաթուղթ որպես այս վերապահումները ու վաղը մյուս օրը, երբ չլինեք իշխանություն կամ շարունակեք մնալ իշխանություն, երբ սեփականատերերը դատի տան, դատ շահեն, կառավարությունն ասելու է ախպեր, ես ես զգուշացնում եի, ամբողջ պատասխանատվությունը մնալու է քաղաքական մեծամասնության վրա։